Մեկ սաղսել Արցախից եկած 2 տարից ավել աշխատում եմ ստեղ, իրանից մեկ շատ գոշնհակալ եք, ինքը միշտ մեր կողքին է եղել, մեկ ոչ մի բողոք իրանից չունեք, մեկ խնդրում եք պարոն Փաշինյանին, որպեսզի բացի, ոչ թե խնդրալ պահանջում եք, թող մեր հիմնարկը բացի մեկ եկաք աշխատեք, մեր հույսը մեր մուլցին է, որ մեկ աշխատեք, տարեք մեր երեխոցը, պահեք մեր վարձերը տակ, մեր կոմունալներ տակ, ամեն ինչը սեղի հետ է մեր կախված։ Էսա մենք 6 օր ամեն տեն ու չգիտեք թե նոր եք Արցախ կորցրել։ Հա, հիմա էլ չեք ուզում աշխատանքը կորցնեք։ Եվ այս վարկյանում չեք կարող մեկ ուրիշ տեղ աշխատանք գտնել, որ ասեք գնանք մեր վարձերը մուծեք, մեր կոմունալները մուծեք, մեր երեխոցը պահեք։ Խնդրում եք, ոչ թե խնդրում եք, այլ պահանջում եք թող բացի։ Ես էլ եմ այստեղ աշխատում։ Հա, ես հա, Արցախից բռնի տեղահանված եմ, վարձով ենք մնում բոլորս։ Միակ տեղն է, որ պարոն Ծառուկյանի մոտ մտել ենք, տարիքային շեմ գոյություն չունի вообще, որպես մարդ մտել ենք աշխատանքի։ Այստեղից որ գնանք ուրիշ տեղ չեն կարողանա աշխատենք, որովհետև տարիք են հարցնում, եսի ինչ են հարցնում։ Միակ տեղը նորմալ աշխատատեղ է, նորմալ պայմաններ ա տվել մեզ, առաջիններից է, որ արցախցիներին օգնել է, անձամբ ես 100 դրամ չեմ խնդրել պարոն Ծառուկյանից և չեմ էլ ուզում խնդրեմ երբեք, բայց ինքը առաջիններից է եղել, որ արցախցիներին օգնել է, լիքը բան ունի արած հայ ազգի համար են մարդը, մնացած բաները ինչի կա, ես թողում եմ իրավաբաններին, ես չեմ ուզում ոչ մի բան, բայց այստեղ մեր ապրուստի միջոցը, գոնե թողնենք, գանք այստեղ աշխատենք, մեր երեխաներին պահենք, վարձով ենք, վաղը մյուս օրը բոլորս միասին հայտնվելու ենք փողոցում, անձնակազմի 40-50% արցախցիներ են, բռնի տեղահանված արցախցիներ ենք, ինչ պետք է անենք հիմա 50 անց կին եմ ես օրինակի համար, ուր գնամ աշխատեմ, թեկուն բարձրագույն կրթություն ունեմ, ուր գնամ ես աշխատեմ, բայց մարդը մեզ տվել է այդ հնարավորություն, լիքը աշխատատեղեր ա բացել, աշխատում ենք նորմալ, գոնե գիտենք, որ այս ամսվա վարձը տալու ենք, բայց հիմա որ սենց է չգիտեմ մեր վերջը ինչ կլինի։ Ու ես չգիտեմ, հա դե բռնի տեղահանվել ենք, եկել ենք այստեղ, այսել ես չգիտեմ, գործազուրկ, հիմա ուր ստեղից ուր գնանք մենք, ուր գնանք, որ ապրենք կամ գոյատևենք, թեկուզ ստեղ է, որ գոյատևում ենք, չենք ապրում, բայց ստեղից ուր գնանք մենք, ես չգիտեմ, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, անձամբ բոլորս, ու դատապարտում եմ այն բանը, որ վիդեոն դրել են, ոնց են 70 տարեկան մարդուն գետնի տապալում, գոնե մի քիչ ցիվիլ անեն այդքանը, պետք չի, կարող է մարդը ես չեմ ուզում խառնվեմ ոչ մի բաների, եթե գտնում եք, որ մարդը ինչ որ սխալ բաներ արել, դա թողնում եմ իր